Ուզում եմ խոսել այսօր տեղի ունեցած մի զազրելի միջադեպի մասին, երբ որ Երևանի վարչական շրջաններից մեկում, որտեղ ես եմ բնակվում, որտեղ մայրս է բնակվում, ակցիա են անում ընդդիմադիր, չգիտեմ էլ ինչ ասեմ, մի խոսքով Ռոբերտ Քոչարյանի հերթական ինչ-որ ձեռնասուն իբր պայքարի ներկայացուցիչները ու պատահաբար այնտեղ փողոցում հանդիպում են խանութից վերադարձող մորս 70 անց հաշմանդամություն ունեցող մի կնոջ ու թևից քաշելով փորձում են համոզել, որ ստորագրի վարչապետին անվստահություն հայտնելու ինչ որ չգիտեմ հերթական զառանցանքի տակ ու մայրս փորձում է շատ նորմալ, շատ գրագետ կերպով բացատրել, թե ինչու է իրանց արածը հիմարություն։ Ինչևէ չեն բավարարվում դրանով ընդդիմադիրները, ինչ-որ պայից պարզում են, որ իմ մայրն է ու սկսում են 6-7 հոգի երիտասարդ, ինչ-որ չգիտեմ ինչերով, շրջափակում են, սկսում են ինչ-որ տարօրինակ ձայներ հանել, ենթադրաբար իրենց լավ մի խոսքով, ենթադրաբար ամեն դեպքում իրենց շատ նեղ շրջանակում ինչ-որ կիրառելի ձայներ, իրենց ընտանիքներում ենթադրաբար կիրառելի ինչ-որ ձայներ հանել, վիրավորել, ինձ վիրավորել, մորս մոտ, փորձել հունից հանել նրան, նկարահանել, ինչ-որ սկանդալ ստանալու համար։ Նողկալի այս միջադեպը իհարկե տեղի չէր ունենա, եթե այդ գործող անձանց երիտասարդների մայրերը նրանց տային այնպիսի տված լինեին, այնպիսի դաստիարակություն, որպեսզի օրինակ ինձ տվել է իմ մայրը, որտեվ եթե տված լինեին, ակնհայտորեն այդ մարդիկ կհասկանային, որ 70 անց ու ձեռնափայտով քայլող կնոջ հետ այդպես վարվելու ուղղակի լկտիությունը ինչքան ուզում է քաղաքական տարակարծություն կամ նույնիսկ թշնամանք ունենաց նրա որդու հետ։ Ու պարոնայք ու տիկնայք ընդդիմադիր գործիչներ, ձեր քաղաքական պրոցեսներից ու հատկապես ինձանից ձեր փախած լինելը, որ փորձել եք այդպես տենց բան անել, հետ բերել 70 անց իմ մորը շրջափակելով ու չգիտեմ ինչ-որ վայրենի ձեր ընտանիքներում շատ բան ձեներ հանելով, ես ես վստահեցնում եմ դուք դրա քաղաքական պատասխանը ստանալու եք։ Եթե միջևես որոշակի գծեր կային, որոնք որ չէին անցնում, գծեր կային, որոնք որ կարելի էր պահել, ամեն դեպքում մարդկային եւ մնացած բաներից ելնելով ես հիմա ասում եմ, որ ձեր նկատմամբ այդ գծերը այլևս չունեն։ Ոչ մեկիդ նկատմամբ այդ գծերը ես չունեմ։ Սա ձեր ֆինանսավորած քաղաքական ակցիան է, սա ձեր ոչ մի տարիք, սրբություն, ընդհանրապես ոչ մի բան չհարգող ակցիան է, սա ձեր մի խոսքով դուք ինձ ես վստահ եմ, որ հասկացաք, ուզում եմ միայն ասել, որ այդքան ողորմելի լինել ուղղակի որպես այդպեսին չի կարելի, միանշանակորեն չի կարելի։ Իսկ եթե ձեզ թվում է, թե դա ձեզ ինչ-որ քաղաքական բան է բերելու, վստահեցնում եմ, որ չի բերելու։ Մեն բերելու այն, որ բոլորն են իմանալու, թե ինչ աստիճանի ողորմելի եք դուք, որ ինձնից քաղաքականապես փախած մնալով գնում ու իմ 70 անց հաշմանդամություն ունեցող մորն եք փորձում շրջափակել ու ինչ-որ բաներ ասել, տենց ձեր արևին ինքնահաստատվել։ Բոլորդ դրա քաղաքական պատասխանը ստանալու եք ու ստանալու եք այնպես, որ հետո շատ եք փոշմանելու ձեր այս արածի համար, ձեր այս լկտիության համար։ Աստված բոլորիդ մայրերին առողջություն տա։ Ինչ ես նկարի չեր անում, ինչ ես փողերը նկարի, հա, որ ինչքան փող այս կաշար դեսել, այ ողոն մելիսով ասներ։ 10 միլիոն է։ Ջան ասենք հողը ձեր նմանները քայքայեցին։ Գնացել սղա ջան, հա։ Այն մոդը իրան ծարծել է քույր։ Դասրան է, ամենը հերախոսությունն է, նկարներն։ Ո՞վ ես դու։ Նիկոլա որը հողատու դավաճանա։ Այ Նիկոլա դու գալ չունես։ Նիկոլա հողատու է։ Ադրություն կլի, չես ադրի։ Ոչ թե ակցիա կանես։ Նիկոլը որ ակցիաները անում Ես հրաշալի ամեն ինչ ես Քոչարյանի բարբաստել եմ, Սերժիել, Նիկոլին հեղափոխությանը մասնակցել եմ, այո, արել եմ, այս հիմա ինչ է ակցիանում, ընդրություն կլ, ես ամիքանյանից ամնացել, չոք կարասում, փող են տվել, Քոչը ձեզ լավ սպասա, Նիկոլին գիտեք որ
Ոչ մեկը։ Ոչ պիտի սաղի աշխահանը, ժամանակ եմ որ չի հան։ Այմա դերսու, ինձանից շատ չէ, սա կակալիցյանի մեջ։ Այմա Նիկոլը փողով չի եկել, Նիկոլը ժողովի ձայնով է եկել, հրապարակում ես կանգնած եմ եղել մեկ շաբաթ։ Դրա համար այն հարկերը բարձր։ Այմա հարկերն ուրիշ բան է, հիմա մի ընտրի, բայց մի ասա ինչով է եկել։ Բայց ինքն ասում էր հարկերը։ Լավ արել է։ Խապել է։ Լավ արել խապել է։ Չես ուզում։ Լավ արել Տիկին ջան, չես ուզում, մի ընտրի իրան այլևս։ Հիմա եթե դու լավ թեկնածու ունես, Քոչարյանն նա գլուխը բարձրացրել, այն թուրքի լամուկը։ Այո, Քոչարյանն է գլուխը բարձրացել, ուրիշն էլ բարձր է։ Արհայրան։ Այս Հայաստանի բաները իրան։ Բարերը Ո՞վ է թուրքը։ Ո՞վ է թուրքի լամուկը։ Սայդի տղեն։ Իմ հարևանը արմատներով որտեղից է։ ինքը իմ հարևանը Ղարաբաղից է։ Գիտես ինչ կա։ Այդ բողոքների։ Հալա ես եմ ապրել ժամանակը կանից, հիվանդանի կա Բողոքներիներ։ Ցույց տուր լավ։ Ալեքսանյանի մայրն է։ Ես շատ բան եմ, եկել արդեն իմացա։ Եկել իմացա կաթե։ Ինչքան մեղք է, այ անգրակ է։ Տակակ ուրիշի ասացու։ Եկել փոփեք վերցեք, այդ 5000-ները ես անգիր գիտեմ։ Իմ ներկայությամբ ա եղել 5000։ Այդ Նիկոլի կյանքն է սպասում։ Ոչ, Քոչարյանին Սերժի։ Դու հողատ ու Նիկոլի կյանքն է պատմում։ Հողատ ու Նիկոլն, գնա հողերը դուզի։ Վահագն Ալեքսանյանի մայրը սադրում է չեմ վստահում ակցիայի մասնակիցներին։ Հենց հիմա գտնվում է Զեյթունում եւ սադրում է։ Քաշ ասացի։ Ինի չերա խոսում։ Դες են անդիմադիր լրագրողներ։ Այ համաշխարհային լրբեր։ Երևանում։ Դուք երբ որ ձեր որդու հայրը կասեք ով է, այն ժամանակ կգաք ինձ կասեք լիվ։ Ես հասկացա ես։ Ո՞վ ես որ Հասկացա։ այս ծագրուտները հայրես։ Ո՞վ ես դու։ Ես իրան կոմես իրան։ Ինչ գործում ես մեր ակցիա։ Մի անգամ գնացել եք եւ որ անգամ եկեք։ Այ բողոքներին է։ Սաղ բարնում եք իմ դեպի բարերից։ Որտեղ շփկացին է սաղ Երևանի լրբերի։ Քո տղան ազգի դավաճան է։ Մարդասպան հող։ Քո տղան ազգի դավաճանների հետ կոալիցիա կազմած ղեկավարությունից է։ Ինչ է։ Դա քո մարդը քո հետ ինչ արել։ Ո՞վ ես դու։ Ո՞վ ես քեզ արել դեկաստում։ Երբ որ կիմանաք իմ հայրը ով է, այդ ժամանակ կխոսեք։ Հայդերի մացիով է։ Իմ հորդերի մացիով։ Թուրքերի շահեր սպասարկողներին է պաշտպանում։ Այսօր ցերեկ մի անգամ եկավ այս կինը։ Դու մարջանը դեգե մարջան չի տա։ Ես եկա լիրք գտարի։ Ես եկա Հետո դու ես։ Բարերը թափավորի։ Բացի խոսացեք դու։ Ցենա ինվեստին ես։ Էժան խուժան տղետ է։ ո՞վ է խուժան։ Ու տղետ։ Միրոպեն։ Աթորի կրիվ կենե չալի կես արեք է։ Այ բողոքների ագրակետներ։ Սիրելի հայրենակիցներ, նորականատես եղաք, ինչպես ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը սադրիչ գործողություններ էր անում, ասենք, որ այսօր ավելի վաղ եկել էր այստեղ, եւ էլի փորձում էր վիրավորել մեր ակցիայի կազմակերպիչներին, գնաց տուն, եկավ երեկոյան, որպեսզի իր սադրիչ գործողությունները շարունակի։ Քաղաքացիները ճանապարհեցին տուն։ Ինչ ես նկարում ինչ էր անում։ Ինչ ես փողերը նկարի, հա, որ ինչքան փող այս կաշառ դասել։ Այ բողոք մելիսով ասել։
10 միլիոն է։ Ջան ասենք հողը ձեր նմանները քայքայեցին։ Ես տանքել։ Գնացեք ստղա ջան, հա։ Այմոտ իրան ծարծել է քույր։ Դասրան է, ամեկը հերախոսություն նկարներն։ Ո՞վ ես դու։ Նիկոլա որովհետև հողատու դավաճանա, Այ մարդ Նիկոլա դու գող չունես։ Նիկոլա Իշխանությունը։ հողատու야։ Ընտրություն կլի, չես ընտրի։ Ոչ թե ակցիա կանես։ Նիկոլը Գորացյանները Ես հրաշալի ամեն ինչ հիշում։ Ես Քոչարյանի բարբասtel եմ, Սերժիել, Նիկոլիների հեղափոխությանը մասնակցել եմ։ Այո, արել եմ։ Այս հիմա ինչ է ակցիանում։ Ընտրություն կա, ես ամիքանյանից ամնացել։ Չեմ կարասում։ Հող ընտրել, Քոչը ձեզ լավ սպասա։ Նիկոլին գիտեք Ոչ մեկը։ Հոճը պիտի սաղի աստղահան է, ժամանակ եմ որ չի հան։ Այ մարդ դերստուր, ինձանից շատ չես, հակականության մեջ։ Այ մարդ Նիկոլը փողով չի եկել, Նիկոլը ժողովի ձայնով է եկել, հրապարակում ես կանգնած եմ եղել մեկ շաբաթ։ Դրա համար իմ հարկերը բարձր։ Այ մարդ հարկերն ուրիշ բան է, հիմա մի ընտրի, բայց մի ասա ինչով է եկել։ Բայց ինքն ասում էր հարկերը Լավ արել է։ խապելա։ Լավ Հիմա արել կարող է խապելա։ խապել, չես ուզում։ Լավ արել, Տիկին ջան, խապելա։ չես ուզում, մի ընտրի իրան այլևս։ լավ արել, Հիմա եթե դու լավ խապելա։ թեկնածու ունես, Քոչարյանն է գլուխը բարձրացել, այն թուրքի լամուկը։ Այո, Քոչարյանն է գլուխը բարձրացել, ուրիշն էլ բարձր է։ Արհայրան, այս Հայաստանի բաները իրական է։ Բարերը չապ։ Ո՞վ է թուրքը, ո՞վ է թուրքի լամուկը, Սայդի տղեն, իմ հարևանը Արմատներով որտեղից է։ ինքը իմ հարևանս Հարաբաղից է, գիտես ինչ կա, այդ բողոքների։ Հալա վելա ես եմ արդեն զմանացել կանից, հիվաշկանի կա Բողոքներիններ, ցույց դու լավ։ Վահագն Ալեքսանյանի մայրն է։ Ես շատ բան եմ, եկել արդեն իմացա։ Եկել իմացա կաթ։ Ինչքան մերկ է, այ անգրակ է։ Եկել փոփեք վերցել։ Այդ 5000-ները ես անգիր գիտեմ։ Իմ ներկայությամբ ա եղել 5000։ Այդ Նիկոլի կյանքն ես պատմում։ Ոչ, Քոչարյանին Սերժի։ Դու հողատու Նիկոլի կյանքն ես պատմում։ Ուղղակի Նիկոլնա գնա հողը դեպի։ Վահագն Ալեքսանյանի մայրը սադրում է չեմ վստահում ակցիայի մասնակիցներին։ Հենց հիմա գտնվում է Զեյթունում եւ սադրում է։ Քաշ ասացի։ Էնի չերա խոսում։ Դե լեսեն անդիմադիր լրագրողներ։ Այ համաշխարհային լրբեր։ Երևանում։ Դուք երբ որ ձեր որդու հայրը կասեկով է, այն ժամանակ կգաք ինձ կասեք լիվ։ Ես հասկացա։ Ո՞վ ես որ Հասկացա։ Ո՞վ ես դու։ Դու իրան կողես իրան։ Ես ասում։ Ինչ գործում ես մեր ապսուսով։ Մի անգամ գնացել եք և որ անգամ եկեք։ Սաղդ բարնում եք իմ տոյի բարերից, որտեղ շպկացում է սաղ Երևանի լրբերի։ Քո տղան ազգի դավաճան է։ Մարդաստան հող։ Քո տղան ազգի դավաճանների հետ կոալիցիա կազմած ղեկավարությունից է։ Ինչ է, դա քո մարդը, քո հետ ինչ արել։ Ո՞վ ես դու, ո՞վ ես քեզանից ներկայացնում։ Երբ որ կիմանաք իմ հայրը ով է, այդ ժամանակ կխոսեք։ Հայդերի մացիրով է, իմ հորդերի մացիրով։ Թուրքերի շահեր սպասարկողներին է պաշտպանում։ Այսօր ցերեկ մի անգամ եկավ այս կինը։ Դու մաջանը դեգե մաջան չի տալ։ Ես եկա իմ լիրքը գտարին եմ, ես եկա Ես կա դու ես։ Բարել ես նապավոր ես։ Բաստի։ Սենա իմ ես կին ես։ Էժան խուժան տղեդ է։ ով է խուժան, շատ Ու տղեդ։ մի րոպե, Աթորի կրիվ կենե չալիկ է սարեկ է։ այ բողոմելի անգրակետներ։ Սիրելի հայրենակիցներ, նոր ականատես եղաք, ինչպես ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը
սադրիչ գործողություններ էր անում, ասենք, որ այսօր ավելի վաղ եկել էր այստեղ, եւ էլի փորձում էր վիրավորել մեր ակցիայի կազմակերպիչներին, գնաց տուն, եկավ երեկոյան, որպեսզի իր սադրիչ գործողությունները շարունակի։ Քաղաքացիները ճանապարհեցին տուն։